Բարևներ Արմաշի համից բոլորին պատրաստում եմ իմ ամենահամով աղցաններից մեկը, հաջորդներս մարոլով, կաղամբով խառը աղցան։ Շատ եմ սիրում այս աղցանը և հաճախակի պատրաստում եմ հարգելիներս։ Այնպես որ միշտ ունենում եմ այսպես պատրաստած։ Հիմա որոշեցի, որ պատրաստեմ, նկարեմ։ Հազարը կտրեմ, ավելի ճիշտ մարոլը, ես կասեմ մարոլ, հարգելիներս, կտրեմ վերջացնեմ, մի փոքր կաղամբ կկտրեմ, կտրտում եմ թարմ համե, կաղամն էլ կտրեցի, հիմա կտրեմ վարունգ, ուրեմն ասեմ ժողովուրդ ջան, այս պահին երկու աղջիկներս նայում են, ես ինչպես եմ կտրտում։ Հիմա հարցնում եմ Վարդուս, Վարդուի ջան, մեջը վարունգ կարելի է կտրած։ Այո, կարելի։ Հիմա կարելի է, ուրեմն պետք է կտրենք։ Վարդուիս մեր տանն է։ Այսօր բացառություն, ուրեմն ասեմ, եկել է առանց երեխաների, հա, առանց երեխաների, պատկերացրեք, որ Էլենն ասել է քուրիկ կգաս, բայց երեխաներին չբերես։ Այսօր զարմացանք, որ աղջիկս առանց թորնիկներիս եկավ, որտեղ միշտ երեխեքի հետ է եկել։ Ասի, բա երեխեք ուր են, ասեց, երեխեքին չեմ բերել, որովհետև Էլենն է այդպես ուզել։ Էլենի ասածը որ ինքը։ Չէ։ Էլեն ջան։ Հիմա մի փոքր աղ եմ անում կաղամբի վրա։ Հիմա ավելացնեմ վարունգը։ Հիմա ինչ ենք անում Վարդուի ջան, ձետ, սոյայի սոուս և լիմոնի աղ, կլցնենք լիմոնի սոկ, աղ չեմ օգտագործելու, Սոկը չէ։ լցնեմ ձեթը, Էլեն ջան, սոյայի սոուսները տեղաբանես, դու, չկա լցնենք Վարդուի ջան, երկու, չէ, շատ, Արի,
հետում էր բանսին դեմ տամեր։ Դու տեսար Էրիկին։ Հա։ Հավեր Էրիկը։ Հա։ Բայց ասել երեխեքին չեմ բերել։ Ես էլ ուրախացել եմ Էլենի հետ ասում եմ ինչ լավ է, մենակ իմ աղջիկս է եկել։ Հետո տեսան։ Հետո տեսար եկա։ Մամա Միած Էլեն ջան, սորայի սոուսը ու գալիս, սորայի սոուսը դու։ Ես ասի կարող չգա։ Դա արել էի, ոչի։ Չէ, քիչ է եղել, ապա ես մի փոքր պաղանջի վրա անում եմ աղջիկը։ Հացածը մնացած է, ինչ տենց է անում։ Արամիկ սալաշ չես։ Չէ։ Շահած կուտի։ Չէ, ուշ կա, գիտես։ Էսի սալացի։ Ինչ սալատից եմ սաղում, դու սիրում է։ Ամսոս ութոքում չկար է։ Համսին էր, հա։ Արա դեպի մուրացեմ ռակ բերել է, ռակ ուտեին քարա։ Ասում եմ, ես նայեցի զարմաց ասել ուտելու բանը, որ դու Էլեն ջան, բան բեր։ Հա, շատ մարդ կա, որ չի սիրում։ Հոտը էլ է, դրա հոտը։ հենց իրան ասում եմ այնու վախենում են, դու ոնց ես։ Ֆույրը դուպես մայու։ Էլեն ջան, կբերես կարմիր պղպեղ, սև պղպեղ։ Ես մի քիչ տոմատ բանը դուսնես։ Պամիդոր պղպեինք։ Չէ, տոմատի sense ջրի կոտ։ Ուտի։ Չէ, հիմա ապուր բանան է, հա։ Հա։ Մի կտան տոմատ ջրով գացի, թե չէ, ջրով։ Ինչ կլացնենք, հա։ Խարմել է շատ քիչ։ Հա։ Արամիկ, Բերեցիր Էլեն ջան։ Որտե՞ղ, հա։ Հետա։ ընդեր։ Չէ, կլցնեմ, հələ չեմ դե վերջում իման փոքր։ Ես էլ եմ լցրել, այս շոկոլադի Չէ, փոքր ամանով Էլեն ջան, նայի։ Այդպես չի, որ ես լցնում եմ։ Հա։ Հա, այդպես։ Լավ, սև պղպեղը բեր, սև պղպեղը տեղա։ Ժողովուրդ ջան, աղջիկս ասեց, որ ման, որ մի քիչ տոմատ լցնենք։ Հա, տոմատը ես էլ եմ սիրում։ Մաղրելը միշտ սիրել եմ տոմատով։ Անկախ նրանից պամիդոր կլցնեմ, չենք լցնում, բայց ես տոմատով եմ սիրում։ Մի քանի րոպե կմնա, ու ավելի համովանա, չէ՞ ողջ։ Հա, ողքեր ունեի, ես ուզում էի մեծ ողքից, հա, մեծ ողք, տարեկան ողք։ Կերում ես ավելի սոկոտա, չէ՞, նորոցից լավ, հաջորդ անգամ։ Այստեղ էլ գազոջախի ուրեմն հարգելիներս, հավի միս էի դրի առավոտյան վրան, հավի մսով, բրինձով պլավ եմ եփել, բայց դա չնկարեցի, աղցանս պատրաստեցի, տեսա իմ աղցանն է, որ ես ամեն օր ուտում հարգելիներս, այսօր աղջիկներից հետ ուտեմ։ Ժողովուրդ ջան, հաց կերանք, վերջացրեցինք, հիմա ուզում ենք սուրճ խմենք, սուրճի ժամա։ Աղջիկս որոշել է այս պամելայով ինչի եմ պայես ես ձեռքիս ափի մեջ, աղջիկս ուզում այս պամելայով մի հատ մկնիկ պատրաստի,
ձև տա էլի մկնիկ ասարկում, չգիտեմ, կարճ կոնկրետ ասած մկնիկ ասարկում, չգիտեմ ոնց ասեմ։ Ասի մի հատ նախապես ասեմ։ Հետո գիտեմ մկնիկ ասարկում, բայց չգիտեմ ինչ ասեմ։ Ատենց էլի, դե ոչ ներող կլինեք։ Մկնիկ ասարկում, միասին կհետևենք, տեսնենք թե ոնց ասարկում էս մկնիկ։ Այսօր մկնիկ ասարկում։ Արա տոր ոչ բանը չես։ Լավ, հիմա լրջանանք, հարգելիներս, մի քիչ հումորը պետք է, լրջանանք ու անցնենք մկնիկին։ Ժողովուրդ ջան, վերջացրեց Վարդուհիս մկնիկը։ Լցոնած միկնիկ։ Նայեք, մրգերը կտրել ենք, լցրել ենք մկնիկի փորիկը։ Ապրի Վարդուհիս։ Ապրի մողջիկ, ապրի։ Էլեն ջան, դե դու հելի հիմա կոֆեն էլ դու դիր։ Նայեք, չթափենք։ Վերեցի, այն կոֆեի։ Սենց հանենք, որ մկնիկը սիրում երև։ Վապսեները բալիս։
այսօր շատ ցուրտ է։ Չնայած քանի օր է ցուրտ է։ Եղանակը չբացեց։ Իրեն ջան հեռախոսս միապիրել։ Որտե՞ղ։ Անձեռոցիկներ Էլեն ջան։ Ինչ չես ուզում։ Դերողը միա։ Արգել հետևորդներ ջան, իրոք հայրական տնից քաղցր բան չկա, ես միշտ ասել եմ։ Այս տարիքիս են, էլի գնում եմ իմ մամայից տուն, էլի չգիտեմ ոնց ասեմ, այն հայրական տան հացն ու պանիրը ոչ մի բանի հետ չեմ փոխի։ Բնականը նույնը ոնց որ իմ երեխեն է գալի, ինչքան էլ կերած կա, խմած կա, ուզում ես որ հայրական տան մեջ լավ հարգես, պատվես են, չգիտեմ, էլ այսպես ասած հաց ու պանիրն էլ ուտի ու գնա քո երեխեն։ Երևի լրիվդ էլ համամիտ եք ինձ հետ։ Էլենս կողքից ասում է, մամա կոֆե նայի, հանկարծ չթափվի, դե գիտի որ պիտի թափե։ Տես աղցիկ ձենքով ասում է, կոֆե նայի, կոֆե։ Նայում եմ Էլեն ջան, անհոգել է, ասես կկայնեն ու կնայեն։ Ունես սերով կոֆե։ Ոչ մի չկար սերը խմող։ Ես խմում եմ, պապա չի խմում։ Սերով կոֆե չի սիրում, բարձ չի։ Էլեն ջան, այդ փոքր պատառաքաղներն էլ դե գալիս։ Միշտ Եկա Արամիկ ջան։ Այս էլ էստեղ։ Էլեն ջան, մի հատ այդ փոքր պատառաքաղներից դու։ Հիմա ուզում ենք օգտվենք այս մկնիկից, Արամիկիս առաջինը մկնիկի բարիքներից, առաջին Արամիկիս, հյուրասիրեմ։ Այս էլ Արամիկը, թե ոնց արեց, խեղճ մկնիկին ծռեց, գլուխ, մլուխ, ինչ կա, թեքեց ենքո։ Ես ծռեցի։ Բա ով, նոր Դե դու։ վերցրեց, բանանը նոր վերցրեցիր, գցեցիր գլխի վրա մկնիկի։ Բանան չերես։ Հարգելի հետևորդներ ջան, ուզում եմ այսքանով ավարտեմ այսօրվա հոլովակը։ Այսօրվա օրս անցավ երեխաներիս հետ, երեխաներիս որ ասում եմ, Վարդուհուսի նկատի ունեմ, Արամիկիս հետ, դե Միլենաս այդպես էլ չեկավ։ Հիմա արդեն Վարդուհիս պատրաստվում է որ գնամ։ Ուզում եմ շնորհակալություն ասեմ հոլովակը դիտելու համար, ուզում եմ շնորհակալություն ասեմ գեղեցիկ, դրական, համով հոտող մեկնաբանությունների համար, հարգելիներս, ես էլ ձեզ կասեմ առողջություն ձեզ բոլորիդ և Աստված պահապան ձեր ընտանիքներին, հարգելիներս, բարի խաղաղ գիշեր ձեզ, իմ լավ հետևորդներ ջան։